Գաղտնիք չի, որ Հայաստանում էլ ծվարած են եւ թափառում են առանց ինսայդերի բացահայտման ԱԴՑ-ի եւ գաղտնի եւ բացահայտ գործակալներ։ Վերջերս կարծեմ նման հայտարարություն արվեց նաեւ այնպիսի մարդկանց հասցեին, որոնք նաեւ աշխատում են Ռուսաստանի դեսպանատանը։ Հայաստանի Հանրապետության Բայց հետաքրքիր է, որ միջազգային մամուլն է նման բացահայտում անում։ Ես ասեմ, որ դա գաղտնիք չի, իմ խորին համոզմամբ, եթե այդ հետքի վրա ինսայդերը խորացավ, ապա էլի անուններ կգտնի։ Բայց ինչու ինսայդերը, ինչու մեր ԱԱԾ-ն օրինակ չի աշխատում այդ ուղղությամբ։ Ես համոզված եմ, որ ոչ միայն Սամվել Կարապետյանի պարագայում, այլ նաև շատ մարդկանց պարագայում, որովհետև եթե նրանք արդեն որոշակի առումով հարկերից կամ չգիտեմ տարբեր զարտողի ճանապարհներով կուտակում են հարստություններ, ապա անպայման նրանք գտնվում են հատուկ ծառայությունների ոչ միայն ուշադրության կենտրոնում, այլև հանձն են առնում որոշակի պարտավորություններ, ստվերային մութ պարտավորություններ, այ լյուստրացիան, որ ասում են, նաև այսպիսի մարդկանց նկատի ունեն։ Սա իմ համար նորություն չի, սա էլ պատկանում է այն շարքին, երբ որ նախագահի ընտանիքը կարող է ծննդաբերել Միացյալ Նահանգներում։ Ոչ մի տարբերություն չկա։ Իսկ ինչ անսովոր բան կա դրանում, որ նախագահի թոռները, ենթադրենք երկրորդ նախագահի թոռները անսովոր բան կա, որ նախագահը սահմանադրության երաշխավորն է, բանակի երաշխավորն է, զորահավաքը եւ ուրեմն զորակոչը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այսինքն անսովորը նա է, որ այդ մարդիկ միանգամից դառնում են անբարոյական մարդիկ։